Քանի որ հրապարակվել են առաջիկա փոփոխությունների մասնակցել պատրաստող քաղաքական հիմնական ուժերի, մասնավորապես ընդդիմադիր եռյակի, այսպես ասենք, դրական ցուցակները, աչքի անցկացրել եք վստահեմ այդ ցուցակները, ձեր գնահատական ինչպես է ստացվում, որ երկրորդ նախագահի ժուրնալիստները հաջողությամբ հանդուրժանում են օրինակ Բարգավաճ Հայաստանում, Ուժեղ Հայաստանում, սա ինչի մասին է։ Այս երեքի ընդհանուր քաղաքական շահի մասին է խոսում, թե քաղաքական դաշտը ամլացել է, թեկնածուներ չկա։ Տեսեք, շատ հատկանշական է, որ փաստորեն կա եռագլուխ պատերազմի կուսակցությունը ըստ էության, որոնք են, այսինքն Սամվել Կարապետյանի զարմիկի գլխավորած ուժը, Սամվել Կարապետյանը դե չի ղեկավարում։ Որովհետև գլխավոր, այսպես ասենք, ավանգարդում այդ երեք ուժերն են գտնվում։ Սամվել Կարապետյանի զարմիկի գլխավորած ուժը, Ծառուկյանի գլխավորած ուժը եւ Քոչարյանի գլխավորած ուժը։ Մի վարքյան, էլի, մի վարքյան։ Հիմա ինչ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Քոչարյանի գլխավորած ուժի առաջին համարն է Քոչարյանը եւ վարչապետի տեխնացուն է Քոչարյանը։ Ծառուկյանի գլխավորած ուժի առաջին համարն է Ծառուկյանը, բայց վարչապետի տեխնացուն Ծառուկյանը չէ եւ բացառիկ know-how համաշխարհային քաղաքականության մեջ։ Իրենց վարչապետի տեխնացուն գախնի է, այսինքն Ծառուկյանը ասում է իմ վարչապետի տեխնացուն գախնի է։ Մի վարքյան։ Օրենքը էլի չի արգելում, բայց նկատի ունեմ, ֆիքսենք էլի, որ առաջին անգամ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ մարդիկ որոշել են ընտրությունների մասնակցել թաքնված, պահնված տեխնացույով, հասկանաք, կողմնացություններից։ Այսինքն Ժորժ ջան, երբ որ դուք ընտրում եք Ծառուկյանի ուժին, իմացեք, որ հետո ով ասես կարող է վարչապետի տեխնացու լինի։ Հաջորդը, բայց Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարն է մարդ, որը 2021 թվականի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ցուցակով մտելու ազգային ժողով, Անդրանիկ Թևանյանը, երկրորդ համար, ասեմ ավելին, Տիկին Էլինար Վարդանյանը, որ հենց հիմա Քոչարյանի ուժից պատգամավոր է, Ծառուկյանի ցուցակում։ Արեգնազ Մանուկյան, եւ այսպես շարունակ, հաջորդը, մի վարքյան էլի, Ժորժ ջան, սիրելի բարեկամներ, կթողեք ես հարցս ավարտեմ, պատասխանես, հետո կտակ ձեր հաջորդ հարցը, բայց դրա հարց չէ, էլի ռեպլիկի։ Հետո գալիս է Սամվել Կարապետյանի զարմիկի գլխավորած ուժը, երկրորդ տեղում, էլի երկրորդ ցուցակում երկրորդ համարը, մարդ, որը Քոչարյանի փաստաբանն է, եւ որը 21 թվականին Քոչարյանի ցուցակում դարձել է պատգամավոր, Արամ Վարդեբանյանը։ Հիմա ինչ է ստացվում։ Այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունում իրեկն իրար հետ ունեն իրանց մեջ, քանի որ վարչապետի տեխնացու գիտես, մեջ։ Որտեղ ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել վարչապետի տեխնացու, որտեղ ինքը Ռուսաստան եւ Կիպրոսի քաղաքացի է։ Ծառուկյանը ինքը տեխնացու չի, ասում է չեմ անձիովային տեխնացու, այսինքն այդ երեք ուժերի մեջ հանրագումարով կա մեկ վարչապետի տեխնացու, Քոչարյանն է։ Հիմա ընդ որում ես այդ ցուցակները որ տեսել եմ, իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրանք ասած խառնել բաժանել ցուցակ են կազմել, այսինքն ասած ուղղակի մարդկանց անունները գրել են մարդկանց, ասած խառնել են, ամեն մեկը ասած քաշել է ցուցակ են կազմել։ Հա, հատուկ